Կանայք իհարկե մշտապես գտնվում են հորմոնների ազդեցության տակ, կանայք մի քիչ շատ են հակված սուզական խանգարումների իրականում, քան տղամարդիկ, եւ հետեւաբար կարող ենք ասել, որ մայր լինելը դա չի նշանակում անսպառ ռեսուրս ունենալ եւ յուրաքանչյուր կին պետք է իրան ասի, որ այո, նորմալ է, որ դու հոգնում ես։ Այստեղ շատ կարևոր է, որ կինը ժամանակ առ ժամանակ կանգ առնի եւ հասկանա առանց իր սոցիալական դերերի ինքը ով է։ Հոգեբանորեն առողջ կինը հասարակության համար շատ կարևոր անձ է։ Ողջույն հարգելի հետևորդներ, վաղուց հոլովակ չեմ նկարահանել, որի պատճառով հետ եմ վարժվել, ինչպես ցանկացած սովորություն չէ, եթե դադարում ես պարբերաբար կրկնել, ատրոֆիայի է ենթարկվում կամ հիպոտրոֆիայի։ Ինչևէ, այսօր շատ հետաքրքիր թեմայի մասին ենք խոսում ենք կնոջ հոգեկան առողջության առանձնահատկությունների մասին, բայց իհարկե հոլովակը չի վերաբերվում միայն կանանց, պարզապես իմ հետևորդների հիմնական մասը, քանի որ կանայք են, այդ պատճառով վերնագրենք կանանց, բայց բնականաբար այստեղ եթե կնոջ առանձնահատկությունների մասին ենք խոսելու, հոլովակի ընթացքում պարզ կդառնա, թե տղամարդկանցից ինչով են տարբերվում կանայք հոգեբանական առումով։ Ուրեմն ասեմ, որ այո տարբեր են կանայք եւ տղամարդիկ եւ հոգեկան առողջության վրա ազդեցություն ունի եւ կենսաբանական process-ները եւ իհարկե սոցիալ մշակութային գործոնները տարբեր։ Այդ թվում հոլովակի ընթացքում ասել եմ, թե ինչ կարելի է խորհուրդ տալ յուրաքանչյուր առանձնահատկությունը, որպեսզի առավել հարթ ընթանա, այսպես ասած, հա։ Եվ կներկայացնեմ իհարկե այն հիմնական առանձնահատկությունները, որովհետև դրանք բավականին շատ են, 5 հիմնական առանձնահատկություններ եմ ներկայացնելու։ Առանձնահատկություն համար 1. Հորմոնալ ֆոնը, փոփոխությունները, ցանկացած էպիզոդ, որի ժամանակ հորմոնները ինչ որ առումով փոխվում են, իհարկե ազդում են կնոջ հոգեկան առողջության վրա։ Հորմոններից հիմնականում, որոնք որ ազդեցություն ունեն հոգեկան առողջության վրա, դա էստրոգենն է, պրոգեստերոնն է, պրոլակտինն է, կորտիզոլը, որը իհարկե սեռական հորմոն չենք համարի, բոլորիս մոտ էլ այն տրամադրության փոփոխություն առաջացնում է, կանայք, քանի որ հաճախ են ունենում խնդիրներ վահանաձև գեղձի հետ կապված, նաև կնշեմ թիրոքսին հորմոնը, որի եւ բարձր եւ նորմայից, հա, բարձր ցածր քանակները եւս կբերեն էմոցիոնալ խնդիրների։ Եվ հետեւաբար կարող եմ ասել, որ կանայք, ովքեր որ ունեն արտահայտված նախադաշտանային համախտանիշ, գիտենք, որ շատ կանայք, շատ քչերի մոտ է, որ նախադաշտանային էպիզոդը հարթ է անցնում, շատերի մոտ այն էմոցիոնալ նաև խնդիրներով է անցնում, ֆիզիկական ինչ որ դրսևորումներ կա, հղիությունը իհարկե ոչ միայն հուզական խանգարումներով կարող է ընթանալ, այլ առհասարակա հոգեկան այլ ոլորտները կարող են գրկել, հետ դաշտանային, այսինքն մենոպաուզան եւ ընդհանրապես կլիմաքսը եւս իր հետ կարող է խնդիրներ բերել հոգեկան աշխարհում կնոջ, հատկապես հուզական, այնտեղ կարող է լինել նևրասթենիկ դրսևորումներ, այսինքն երբ կինը հաճախ շուտ է զայրանում, ամեն մի ստից բանը իր ներվերի վրա ազդում է, դեպրեսիվ խնդիրներ, դեպրեսիվ դրսևորումներ, տրամադրության անկում, հաճույք անգեդոնիա, հաճույք չստանալ ոչնչից, այսպես ասել, էներգիայի բացակայություն եւ տագնապային տարբեր խանգարումներ կա, ճուն մտքեր, անհանգստություն, մշտական լարվածություն եւ այլն։ Այսինքն կանայք մի քիչ շատ են հակված սուզական խանգարումների իրականում, քան տղամարդիկ, որովհետեւ դրան նպաստում է այդ հորմոնալ տատանումները։ Իսկ տղամարդկանց մոտ շատ ավելի ստաբիլ է ամեն ինչ։ Եվ հետեւաբար կանանց մոտ երբ անամնեզ ենք հավաքում, էմոցիոնալ ռեակցիաները հասկանալու համար անպայման պետք է ժխտենք էնդոկրին խանգարումները միանշանակ։ Ես ովքեր որ իմ պացիենտն են, գիտեն, որ անպայման նայում եմ, հարց ու փորձ եմ անում, անպայման վահանաձև գեղձ եմ ստուգում, դաշտանային ցիկլի մասին ենք խոսում եւ այլն։ Այսինքն պետք է ժխտել, հասկանալ արդյոք էնդոկրին խնդիրներ չկա, հետո նոր անցնել
բուն, հա, ասելով, որ չէ, սա միայն հոգեբանական, ոչ մի կենսաբանական խնդիր չկա։ Հատկություն համար երկրորդ, ուրեմն կանայք հաճախ ներքինացնում են խնդիրը, ի տարբերություն տղամարդկանց, տղամարդիկ հաճախ իրենց հոգեկան, այսինքն տղամարդկանց մոտ հոգեկան խնդիրները հիմնականում վարքային խանգարումներով են դրսևորվում, ագրեսիայով, դիսֆորիայով, հա, դիսֆորիկ այսպես վարքով եւ տրամադրության, այսինքն որ զայրացած է, համ զայրացած է, համ էլ տրամադրություն չունի։ Նաև կախվածություններով, խաղամոլություն, թմրամոլություն, ալկոհոլամոլություն, այլ տարբեր կախվածություններ եւ եթե խանգարման մասին չխոսենք, զուտ դրսևորման մասին, դուք կտեսնեք, որ հաճախ նկատած կլինեք, որ տղամարդիկ իրանց անհանգստությունը վարքի միջոցով են դրսևորում, ինչ-որ բան խփում են, ջարդում են, գցում են, գոռում են, ինչ-որ մեկին վիրավորում են, իսկ կանայք ավելի ներքինացնում են ամեն ինչ, ավելի դեպրեսիվ է կանանց մոտ ընթանում։ Եվ երբ մենք տեսնում ենք ինչ-որ խաղաղ վիճակում գտնվող կնոջ, անպայման պետք է հասկանալ, դա իրան լավ է զգում, թե դեպրեսիվ տրամադրության մեջ է, որովհետև շատ հաճախ կնոջ վատ հոգեվիճակը կամ կյանքի դժվար էպիզոդը ընթանում է դեպրեսիայով, տխրությամբ հիմնականում, հա, եթե մեկ նշանի մասին խոսենք, եւ նաեւ ցածր ինքնագնահատականով, ընկճվածությամբ, ու այդ թվում նաեւ սրան հաճախ բերում է կնոջ բազմաթիվ դերերը, որ ինքը ունի ասոցիումում, մայր, կին, տնային տնտեսուհի, խոհարար, այնտեղ սիրուհի, ինչու՞ չէ, մասնագետ, նաև եթե կինը աշխատում է, այսինքն այնքան շատ են դերերը ու հատկապես մայր դերի վրա կինը շատ էներգիա է ծախսում, գիտեք, ու դա կարա բերի այո նման էմոցիոնալ խնդիրների։ Այնպես որ հարգելի տղամարդիկ, իհարկե ձեր խնդիրներն էլ այլ են, դրա մասին էլ առանցին կխոսենք, բայց կանանց սոցիալական անջատվեց, չեմ, բայց կանանց սոցիալական դերերը շատ են, ու դա չափազանց մեծ էներգիա է տանում կնոջից, ու մեծ ջանքեր է պահանջում, որպեսզի հավասարակշիռ պահի հոգեկան վիճակը։ Երրորդ կարևոր առանձնահատկությունն է, որ մայրության հոգեբանական դերը ինչ որտեղ թերագնահատվում է։ Այս շատ նկատած կլինենք եւ շատ են խոսում, օ մայրությունը, այո, այս դրական կողմից է խոսվում եւ իհարկե այո, այդպես է, բոլորս գիտենք, այս նայում եմ երեխաների դեմքին, խաղին, ժպիտին ու կյանքս լցվում է, հաստատ յուրաքանչյուր մոր մոտ է այդպես։ Ու դա նոր տեսակի սեր է։ Ծնողական սերը իհարկե մի առանձնահատուկ բան է, որի մասին կարելի է օրերով խոսել, բայց այստեղ հարցը միայն դրական կողմը չի։ Եկեք հասկանանք, որ մեդալը ուրիշ կողմ էլ ունի, հակառակ կողմ էլ ունի, ու դա դժվարությունն է երեխա մեծացնելու, ու ոչ միայն այն պարտավորությունը, պարտականությունը, որ դու ունես, որովհետև փոքրիկ ես լույս աշխարհ բերել ու պետք է իրան մեծացնես, կերակրես, հագցնես, ուղղություն ցույց տաս, բնականաբար դաստիարակես, այսպես եւ այլն, մեծ պատասխանատվություն ու իհարկե ջանքեր է պահանջում, իսկ մենք գիտենք, որ հիմնականում այդ պատասխանատվությունը մոր ավելի կողմն է, որովհետև եթե դաստիարակությունը մի կողմ դնենք, որ շատ ցանկալի է երկու ծնողն էլ ներգրավված լինեն, չնայած մեր հասարակության մեջ այդքանն էլ դա այդպես չի, հիմնականում մայրն է, այնուամենայնիվ եթե գոնե դաստիարակության մեջ երկուսն էլ ընդգրկված են, ապա կենցաղում երեխայի խնամքի հետ կապված այդքան էլ այդպես չի, այսինքն հիմնականում մայրն է, եւ այստեղ եկեք հասկանանք, որ դժվարությունները շատ են, ու կանայք հաճախ ունենում են այս հետծնդաբերական շրջանում հուզական խանգարումներ, ինքնավստահության պակաս, օգնության կարիք, երբեմն իրանք կորցնում են, չեն էլ իմանում, եթե իրանք ինչ-որ դեր չունենան, եթե մայր չլինեն, իրանք ով են, հա։ Այնպես որ այս հանգամանքը պետք է հաշվի առնել։ Եվ ես ձեզ ասեմ, Միացյալ Նահանգներում արված հետազոտությունները ասում են, որ
7 կանանցից հետ ծննդաբերած կանանցից մեկը ամենակիչը ունենում է հետ ծննդաբերական բավականին լուրջ դեպրեսիա։ Եվ հետևաբար կարող ենք ասել, որ մայր լինելը դա չի նշանակում անսպառ ռեսուրս ունենալ, եւ յուրաքանչյուր կին պետք է իրան ասի, որ այո, նորմալ է, որ դու հոգնում ես։ Ու ինչ որտեղ թույլ տանք մեզ հոգնել, որովհետև եթե չզգանք, որ հոգնում ենք կամ թույլ չտանք մեզ հանգստանալ, այդ ռեսուրսը մի օր կսպառվի ու առաջինը արձագանքում է իրականում հոգեկանը։ Եվ իհարկե շատ կարևոր է օգնություն եւ խնդրել եւ նաեւ վերցնել, որտեղ շատ դեպքերում կնոջը այդ մայրության շրջանում օգնություն տալիս են, բայց ինքը չի վերցնում։ Անպայման եւ խնդրել եւ վերցնել, որպեսզի առավել թեթև ընթանա հիմնականում այդ նորածնային, շատ վաղ մանկական հասակի խնամքը երեխայի նկատմամբ ավելի կինը թեթև տանի ու հեշտ դուրս գա այդ էպիզոդից։ Եվ 4 կարևոր առանձնահատկությունն է, որ կանայք ինչքան էլ որ շատ ավելի հաճախ են դիմում հոգեթերապևտիկ օգնության, քան տղամարդիկ, բայց կանայք ըստ սա արդեն սա իմ փորձի արդյունքում եմ ասում, կանայք ավելի վախենում են խորքային աշխատանքից։ Հենց կպնում են իրենց ցավոտ կողմերին ու փորձում են այդտեղ աշխատանք տանել, պես մերժում են։ Եվ այստեղ ես առաջարկում եմ շարունակել հոգեթերապևտիկ աշխատանք այնքան մինչև որ լավ զգաք։ Գիտեք, սա պաշտպանական մեխանիզմ է, որովհետև կինը գիտի, որ ինքը չի կարա շատ բաներից հրաժարվի, ինչքան էլ որ ինքը խորապես հասկանում է, որ գիտակցում է, որ այս հարցերը իմ կյանքում ինձ ծանրաբեռնում են, էներգիա են տանում, չեն թողում լիարժեք ապրել, միևնույն է կկարճացա դրանից, ուզում է դա։ Եվ մի խոսքով մենք հոգեթերապիայի ընթացքում քննարկում ենք, թե որոնք են ավելի առաջնային։ Այն մարդիկ, ովքեր ցանկանում են հոգեթերապևտիկ խորհրդատվության գրանցվել օնլայն տարբերակով աշխարհի բոլոր երկրներում ապրող հայերի հետ, ես անցկացնում եմ հարգելիներս հոգեթերապևտիկ սեանսներ, ովքեր ցանկանում են կարող եք կապ հաստատել WhatsApp-ի հետևյալ համարին ինձ հետ թողնելով հաղորդագրություն ձայնային, գրավոր ոնց ուզեք, առաջիկա օրվա ընթացքում ես կպատասխանեմ հարգելիներս։ Եվ կարող եք գնալ իմ կայք Սոնա Հայրապետյան.am, այնտեղից ձեռք բերել իմ կազմած ինքդ քեզ հոգեթերապևտ 30-օրյա հոգեբանական օրագիրը, որի միջոցով ինքներդ ձեզ կճանաչեք, առավել սթրեսակայուն կլինեք, լարվածությունից, տագնապներից կազատվեք, բավականին լավ փոփոխություններ կունենաք 30 օր օրագիր լրացնելու արդյունքում։ Յուրաքանչյուր օր մեկ վարժություն կատարելով կմոտենաք դեպի ինքներդ ձեզ։ 5-րդ ու էլի շատ կարևոր կետ ժամանակակից աշխարհում կնոջ ինքնության ձևավորումը շատ կախված է սպասելիքներից, որոնք ժամանակակից աշխարհը դրել է կնոջ առաջ։ Դա հոգատար լինելն է, դա գեղեցիկ լինելն է, դա լավ պատրաստել իմանալն է, դա գեղեցիկ խոսելն է, դա էմոցիաները կառավարելն է, այսինքն կանանցից, եթե դուք նայեք, շատ ավելի շատ են պահանջները սոցիալական, քան տղամարդկանցից։ Եվ սա ոնց որ մեզ ստիպում է շատ ավելի լարվել ու ինչ որտեղ նաև արդարացնել այդ սպասելիքները, որ իհարկե մեծ ջանք է պահանջում, հատկապես գերազանցիկների, պերֆեկցիոնիստների մոտ, որ այս բոլոր ոլորտներում ես որպես մամա լավն եմ, որպես խոհարար լավն եմ, որպես կին արտաքին տեսքով լավն եմ, եւ այլն, որպես մասնագետ լավն եմ, զարգանում, այսինքն տեսեք ինչքան ոլորտներ կան, որ կինը պետքա եթե բոլոր ոլորտներում լավը լինի, հա, սա ես ընդհանուր առմամբ եմ ասում, հարգելիներս, հասարակությունը կնոջից շատ ավելի շատ է պահանջում ու բնականաբար դա չի կարող չկպնել հուզական վիճակին կնոջ։ Այդ լարվածությունը մեզ մի օր կարող է բերի, ասում եմ հատկապես պերֆեկցիոնիստների մոտ, մի օր կարող է բերի տարբեր տեսակի տագնապային խանգարումների, ամեն դեպքում հուզական խանգարումների, դեպրեսիայի, տագնապի եւ այլն։ Ինչ շպարգակայից օգտվեմ։ Այստեղ շատ կարևոր է, որ կինը ժամանակ առ ժամանակ կանգ առնի եւ հասկանա առանց իր սոցիալական դերերի ինքը ով է, հա։
Եթե ես չլինեմ, եթե ես այս պահին մի պահ, հա, ինքս ինձ հետ լինեմ, չնայելով, որ ես մայր եմ, ինչ-որ մասնագետ եմ, կին եմ, տնային տնտեսություն, այդ ամեն ինչին չնայելով, ես ով եմ, բա, հա, սա շատ կարևոր հոգեթերապևտիկ հարց է, եթե հետևեք այս հարցին, բավականին խորը կգնաք։ Եվ այստեղ շատ կարևոր հարց կա նաև, որ արժեք տալ այդ պատասխանին, այն ինչ պատասխան որ դուք ստացաք այդ հարցի արդյունքում, այսինքն բա ով եմ ես, արժևորել դա ինքներս մեզ համար։ Եվ երևի որ այս կետը կոնկրետ ամփոփեմ, կասեմ, որ շատ ավելի լավ կլինի, որ յուրաքանչյուրս մեր սպասելիքները կարողանանք արդարացնենք ու կարողանանք տեսնենք, գնահատենք ու վայելենք այն ինչ որ այս պահին ունենք եւ իհարկե ձգտենք ավելին բնականաբար։ Եթե ամփոփեմ այսօրվա հոլովակը, կասեմ հետեւյալը արգելիներս, կնոջ հոգեկան առողջությունը պայմանավորված է եւ կենսաբանական եւ ինչպես ասացի վերևում, հա, մշակութային ու սոցիալ-մշակութային գործոններով, այսինքն այն հասարակության մեջ ինչ որ ապրում ենք ու մեզ այն սպասում են, հա, այդ մշակույթը նկատի ունեն։ Եվ այն կանայք, ովքեր որ կարողանում են հասկանալ այն իմ ասած իրենք ով են առանց իրենց սոցիալական դերերի, իրենք ավելի մոտենում են իրենց սպասելիքները արդարացնելուն, իրենց կարիքները արդարացնելուն, ոչ թե մյուսների սպասելիքները։ Եվ որ երրորդ կարևոր բանը հոգեբանորեն առողջ կինը հասարակության համար շատ կարևոր անձ է, ոչ ընտանիքում, հա, որովհետև գիտեք մի հետաքրքիր ասացված կա, ինչ որտեղ հումորային, բայց կարծում եմ ճիշտ։ Երբ որ ընտանիքում առողջ երջանիկ է, առողջ հոգեբանորեն առողջ եւ երջանիկ է տանկինը, երջանիկ են նաեւ խավարասերները, տառականները։ Եվ եթե դուք նայեք ձեր շրջապատում, ձեր ընտանիքին, եթե նայեք այդպես է, եթե ձեր ընտանիքի մայրը երջանիկ է, իրեն լավ ազգում կարողանում է իրան տա այդ երջանկությունը, յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է դա։ Երջանիկ են երեխաները, ամուսինը, հա, բոլորը գոհ են։ Այնպես որ այո, կարևոր է կնոջ առողջությունը։ Հետևեք ձեր հոգեկան առողջությանը, սիրելի կանայք, ինչու՞ չէ նաև տղամարդիկ, եթե տղամարդիկ գնային այս հոլովակը, անպայման հետևեք ձեր հոգեկան առողջությանը, եթե ունեք հարցեր գրեք կոմենտներում։ Եվ ինչպես ասացի, հարգելիներս, կարող եք ինձ գրել կոնսուլտացիայի համար ու գնալ իմ կայք sonahayrapetan.am, որոնց լինքերը կփակցնեմ, հարգելիներս, եթե ոչ էկրանի վրա, ապա մեկնաբանությունների նկարագրություններ բաժնում։ Եթե հարցեր կունենաք տեխնիկական առումով, կապ հաստատեք իմ գործընկերոջ հետ, հարգելիներս։ Եվ նաև բաժանորդագրվեք իմ ինստագրամյան ալիքին, այստեղ եթե նայում եք հոլովակը, ուզես դուր է գալիս լայքեք անպայման, մի խոսքով արեք ամեն ինչ, որպեսզի իմ ալիքը շարժվի առաջ, եթե այն ձեզ դուր է գալիս ու օգտակար է ձեզ։ Դա կլինի ձեր շնորհակալության էկվիվալենտը ինձ։ Առողջություն եմ մաղթում բոլորին, հարգելիներս, լավ եղեք, ցտեսություն։